Այն է, որ բարեվարկության ստուգումը այս բարձրաստիճան պաշտոնյաների գործադիր իշխանության մարմիններում բարեվարկության ստուգումը անցնեն կամ մինչև նշանակումը կամ նշանակվելուց անմիջապես հետո։ Մենք նախապես քննարկում էինք նախագիծը մի մասին նշանակվելուց անմիջապես հետո, մի մասինը օրինակ փոխնախարարի տեղակալներ, խորհրդականներ նշանակվելուց առաջ, բայց վարչապետի աշխատակազմի հետ քննարկումների արդյունքում, կառավարությունում քննարկումների արդյունքում հասկացանք, որ մինչև նշանակումը բարեվարկության ստուգում անցնելը որոշակի ժամանակահատված է պահանջելու, ինչը որոշ դեպքերում խնդրահարույց է լինելու եւ հրատապ նշանակումներ հնարավոր չի լինի իրականացնել։ Դրա համար բոլոր դեպքերում մեկ կոնցեպտ որդեգրեցինք այս նախագծով բոլորի դեպքում նշանակումից անմիջապես հետո, այսինքն նշանակում պաշտոն ստանձնելուց մեկ ամսյա ժամկետում պաշտոն ստանձնման հայտարարագիր պետք է ներկայացվի, պաշտոն ստանձնման հայտարարագիրը երբ կներկայացվի, այսինքն մեկ շաբաթից կներկայացվի, երկու շաբաթից թե մեկ ամսից, ներկայացվելու պահից սկսած մեկ ամսյա ժամկետում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում։ Այսինքն մենք բավարարում ենք այդ նշանակումից անմիջապես հետո բարեվարկության ստուգման տարբերակը։ Եզրակացությունը հրապարակային չի, քանի որ սրա նպատակը այս նշածը շրջանակի պաշտոնյաների ռիսկերի զսպմանն է ուղղված, այլ ոչ դա հանրայնացմանը, քանի որ մեծամասամբ սա քաղաքական պաշտոններ են եւ հայեցողական պաշտոններ են, ուստի նպատակը բացառապես ռիսկերի կանխարգելման եւ զսպմանն է, այսինքն հրապարակային չի, ում են ներկայացվում վարչապետի դեպքում ներկայացում է վարչապետին, վարչապետի, փոխվարչապետի, նախարարների, խորհրդականների ուրեմն դեպքում ներկայացում է պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող, այսինքն նախարարի խորհրդականի նախարարին, փոխվարչապետի խորհրդականին փոխվարչապետին, այն փոխվարչապետների դեպքում, նախարարների դեպքում ուրեմն համապատասխան պաշտոն նշանակելու համար առաջարկություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձին, նախարարների տեղակալների դեպքում համապատասխան պաշտոն նշանակելու համար առաջարկություն ներկայացնելու եւ տվյալ պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող անձին։ Այսինքն ազգային ժողովին չի ներկայացում, վարչապետի դեպքում ներկայացում է վարչապետին։ Եթե խոսքը Միացյալի հարցը մեզ մոտ էր առաջացել նաև աշխատանքային քննարկման ժամանակ, խնդրում եմ որ Միացյալը ամփոփի, փորձեն գնանք առաջ։ Ավելացնելու բան ունեք։ Ընդամենը ասեմ, որ սա վարչապետի, եթե խոսքը վարչապետին է վերաբերում, վարչապետի դեպքում ներկայացում է հենց վարչապետին, նախագծով այդպես ենք նախատեսել, որ վարչապետը ինքը տեսնի եւ միայն ինքը տեսնի իր, ասենք, գույքային եւ մասնավոր շահերի հետ կապված հնարավոր պոտենցիալ ռիսկերը եւ ինքը որոշի բնականաբար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդով եւ առաջարկություններով ինքը որոշի այդ ռիսկերի զսպման մեխանիզմները եւ ուղղությունները։ Արձագանքում եք Յունասին, չկա արձագանք։ Այլ հարցեր։ Ամեն դեպքում ճշտում էլի Արմեն։ Դիցուք բացասական է լինում եզրակացությունը, չենք հրապարակում, բացասական չի, խորհրդակցական է, ինչպես դուք ասացիք, բացասական ու դրական չի, խորհրդակցական, այսպես, որպեսզի կարգավորեն։ Մի տեսակ այս առումով փակ ցիկլ է ստացվում, այսինքն մեկը դա ոչ մի բան չի տալու է մարդու հայացողությանը, ինքը պետք է կարգավորի, այսինքն հետագան ինչ է լինում, եթե չի անում ոչ մի բան այդ ուղղությամբ, այդ եմ ուզում հասկանալ։ Տեսեք, նորից չմոռանանք որ շրջանակի մասին ենք խոսում, քաղաքական պաշտոններ, վարչապետ, փոխվարչապետ, նախարար, փոխնախարարներ եւ հայեցողական պաշտոններ, խորհրդականներ։ Ներկայումս որևէ կարգավորում չկա, այսինքն
որևէ կերպ կարգավորված չէ, այսինքն ցանկացած ոք տեսականորեն անկախ բարևարկությունից, անկախ գույքային եւ այլ շահերից կարող է նշանակվել քաղաքական պաշտոնի, դա քաղաքական պաշտոնի առանձնահատկությունն է։ Նույնը վերաբերում է նաեւ հայեցողական պաշտոնին։ Այս կարգավորմամբ դա չի բացառվում, այսինքն նույնպես քաղաքական պաշտոնի նշանակվում է քաղաքական նպատակահարմարությամբ։ Սա միտված է ոչ թե սահմանափակելու նշանակումները, այլ եթե քաղաքական որոշում կա ինչ որ X անձի նշանակել ինչ որ X քաղաքական պաշտոնի, որովե վարչապետից սկսած մինչև փոխնախարար։ Այդ պայմաններում, եթե որոշակի ռիսկեր կան, որոնք հնարավոր է վերացնել, այդ մասին տեղեկացնել անպատասխան անձանց, որպեսզի այդ ուղղությամբ հնարավորության դեպքում որոշակի գործողություններ կատարեն։ Բոլոր դեպքերում որոշումը քաղաքական է նշանակման եւ ազատման որոշումն էլ նույնպես քաղաքական է, այսինքն սա ոչ վետո է, ոչ ինչ որ ֆիլտր է, սա հաջորդում է նշանակմանը, սա ընդհանրապես խորհրդատվական բնույթի մի փաստաթուղթ է, որը օրինակ կարող է որոշ դեպքերում կանխել հետագա մանիպուլյացիաները, կանխել հետագա շահարկումները։ Արձագանքում եք։ Ես մի հարց ունեմ, ուղղակիորեն կապված չի սրա հետ, բայց շատ կարևոր է կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի հարցը բարձրացրելը։ Ես խնդրում եմ սա դիտարկեք որպես առաջարկ, ընդհանրապես բարևարության ստուգման։ Մենք բարևարության ստուգման շրջանակներում չենք ստուգում անձի խաղամոլությունը որպես այդպեսին։ Արդյոք վերջինս ունի գրանցված հաշիվներ, արդյոք վերջինս օրինակ տարբեր աղբյուրներից ստանում է ինչ թմրանյութերի օգտագործումը կարելի է այս բանը միանշանակ խնդիր է, որտեղ ինքը ֆինանսապես թմրանյութերը անդադ փորձականությունը պահանջվելու։ Իսկ օրինակ օգտատիրոջ հաշիվ ունենալը պարբերաբար տարբեր գեմբլինգով զբաղվող կառույցներից գումարներ ստանալը իմ կարծիքով պետք է բարևարության վրա բարևարությունը գնահատելու կարևոր էլեմենտներից մեկը լինի։ Անձը մենք պետք է իմանանք մարդու պաշտոն ենք նշանակում, դա խաղամոլ է, թե չէ, որովհետև կարող է ոչ ծխում է, ոչ խմում է, որովհետև բարոյական կամ բարոյական վարքագծի մեջ չի, ոչ ֆինանսական բախումներ ունի, ոչ շահերի բախումներ ունի, ոչ ֆինանսական ինչ-որ անհայտ բաներ ունի, բայց խաղամոլ է օրինակ, չգիտեմ, աշխատավարձ այսօր ստանում, ամբողջությամբ վաղը գրվում է։ Խնդրեմ սրա վերաբերյալ կարծիք արտահայտեք, պարոն Խոչարյան, եթե դերքորոշումը կուզենայի իմանալ եւ արձագանքի ժամանակ երկրորդ հարցը կտամ։ Շնորհակալություն, պարոն Վարդան։ Իհարկե միանշանակ արդարացի բարձրացված մտահոգություն է, երևի թե այդ հանգամանքը շատ ավելի կարևոր է, քան մի շարք այլ հանգամանքներ, որը ձեր կողմից նշեցիք, հատկապես լիազորությունների լայն շրջանակ ունեցող անձանց դեպքում։ Բայց քանի որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարևարկության ստուգման շրջանակներում, հայտարարագրերի ստուգման շրջանակներում հասանելիություն է ունենում բանկային գաղտնիքին, ինչին մենք տալիս ենք այդ համաձայնությունը, կարծում եմ, որ այս հանգամանքը կարող է ստուգվել նաև բանկային հաշիվների վերլուծության արդյունքում։ Չեմ կարող բացառել, որ անձի բանկային հաշիվների վերլուծությամբ, միայն բանկային հաշիվների վերլուծությամբ հնարավոր չլինի ստուգել, որովհետև բոլորը չի, որ օրինակ խաղում են իրենց բանկային հաշիվներով դա արտացոլվում է, հնարավոր է այլ եղանակներով հատուկ գիտակցված թաքցվեն այդ հանգամանքները, բայց մեծամասամբ հատկապես հաշվի առնելով, որ հիմիկվա տենդենսը ավելի այդ on-line առցանց
խաղամոլության այդ խաղերին է դեպի գնում, վստահաբար դեպքերի մեծամասնությամբ բանկային հաշիվների մանրամասն կամ մասնագիտական վերլուծության արդյունքում դա երևում է, բայց 100%-ով վերահսկել բնականաբար դժվար կլինի, դա կարող է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այդ գործիքն էլ ունի օպերատիվ մարմիններից տեղեկություն ստանալու, այդ էլ օպերատիվ ճանապարհով հնարավոր է, եթե ես ճիշտ հասկացա իհարկե հարցը վերաբերում էր առհասարակ բարեվարկության ստուգումներին, չէ, ոչ թե այս դեպքերում, որովհետև կարծում եմ, որ դա ավելի ակտուալ է ավելի լայն շրջանակի բարեվարկության ստուգումներին, ոչ թե հենց կոնկրետ։ Անկոչյան, տեսեք, այո, սա վերաբերում է բոլոր բարեվարկությունների ստուգմանը, ես երկրորդ առաջարկել եմ պարբերաբար հնչեցնում, կներեք, բայց արդարադատության նախարարությունը դրան բավարար ուշադրություն չի դարձնում, ես առաջարկում եմ, որ բարեվարկության ստուգում անցնեն ազգային ժողովի կողմից նշանակող բոլոր պաշտոնատարանցին, որտեղ մենք այսօր ունենք շատ ապուշ իրավիճակ։ Մենք ունենք, օրինակ, այնպիսի անկախ եւ ինքնավար մարմիններ, որոնց անդամները բարեվարկության ստուգում չեն անցնում, թեև կատարում են կարևոր գործառույթ սահմանադրական, եւ ունենք մարմիններ, որոնք անցնում են բարեվարկություն։ Այսինքն ես համարում եմ, որ օրինակ, դիցուք տնտեսական մրցակցության հանձնաժողովի, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամը, որ կարող է գործառույթ իրականացնում, մի պարագայում սահմանադրական անկախ մարմին է, մյուս պարագայում ինքնավոր մարմին է, իր բարեվարկությունը չենք ստուգում, բայց քննիչի, որը գյուղում պետք է, չգիտեմ, քննչական գործողություններ իրականացնի կամ իրականացնի թե չէ, իր բարեվարկությունը ստուգում ենք նորենք նշանակում։ Մի փոքր դիսոնանս է առաջացել, սա էլ ուղղակիորեն նախագծի հետ կապված չի, բայց ուզում եմ ձեզ ասեի, եւ տեսեք, այո, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է բանկային հաշիվներ ուսումնասիրել եւ ուսումնասիրում է։ Եվ այդ հարցը եկել հենց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Ասում եմ, ես տեսնում եմ, որ անձը խաղում է, բայց օրինական է այդ գործողությունը, ոչ ոք չի կարող արգելի, չգիտեմ, ինչ որ XY-յանին, որպեսզի վերջինս խաղա։ Դա օրինական գործունեություն է, բայց ես չեմ կարող դա դիտարկել որպես ազդեցություն բարեվարկության վրա։ Մինչդեռ ես համարում եմ, որ եթե անձը խաղամոլություն ունի, այսինքն պարբերաբար օրական 2-3 անգամ համապատասխան, չգիտեմ, թե on-line կազինոյում, թե սպորտային խաղերի ժամանակ համապատասխան խաղադրույքներ է դնում, ապա սա վտանգավոր կարող լինի։ Եվ մենք ունեցել ենք նախկինում դրվագներ, երբ որ անձը ըստ էության նոտարը, դատավորը եւ այլն այս պատճառով զրկվել են իրենց աշխատանքից։ Հիմա սա է խնդիրը, այսինքն մենք ինքը ունի գործիք, ինքը ստուգում է, ինքը դնում է, որ այս մարդը խաղացող է։ Ինքը չի կարողանում դա արտացոլել բարեվարկության եզրակացության մեջ, որպես բացասական էլեմենտ բարեվարկության։ Ինչ վերաբերում է վարչապետի բարեվարկության, որ վարչապետին հասնել տրամաբանական է, բայց կներեք երկու պարագայում մենք ունենք մի դեպք, որ հանրապետության նախագահ ըստ էության ազգային ժողովի խմբակցության մեծամասնության որոշման հիման վրա նշանակվում վարչապետ, այդ պարագայում գոնե առնվազն վերջինս էլ պետք է ներկայացվի այդ բարեվարկության դտորը։ Այդ եք չէ ուզում ասեիք, շնորհակալություն։ Եվ երկրորդ կամ ազգային ժողովին էլ պետք է ազգային ժողովի մեծամասնության ներկայացնել կարող չէ, բայց գոնե հանրապետության նախագահ պետք է սա ստանա։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրության հնարավորությանը, դրա պարագայում եւս ազգային ժողովը նման բան պետք է ստանա։ Դրա համար մենք որ քննարկում ենք այս հարցը եւ սա մենակ մեր հետ չկապված նույն ընթացակարգով գնաց օրինակ վերջ շրջանը Մոնտենեգրոն, դա լավագույն լուծումը չի, ինչ կան Գրեկոն ասի, բայց ինչեւ է, մենք ունենք Գրեկոյի նկատմամբ ստանձնած հանձնարարություններ, փորձում ենք այդ հանձնարարությունները կատարենք։ Այս կոնտեքստում խնդրեի պարոն Քոչարյանի միջև երկրորդ ընթերցումը իմ բոլոր բարձրացած հարցերին անդրադառնանք, որովհետեւ ես կփորձեմ դրանց անդրադառնալ։ Խնդրեմ։